Ermənistanın Վերջին օրերին Հայաստանի քաղաքական դաշտում ակտիվացել են քննարկումները արտաքին ազդեցությունների շուրջ։ Խոսքը ոչ միայն Ռուսաստանի, Եվրոպական միության կամ Միացյալ Նահանգների մասին է, այլև տարածաշրջանային դերակատարների, այդ թվում Ադրբեջանի։ Azərbaycan dövlətinə Ըստ ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի առավել ուշագրավ է Բաքվի շատ ուղիղ միջամտությունը եւ իրենց կողմից լուրջ ռեսուրսների ներդրումը հանուն Փաշինյանի, շարունակում է փորձագետը եւ մատնանշում, որ վերջերս ադրբեջանական առաջատար լրատվամիջոցներից մեկը ֆիլմի թրեյլեր է հրապարակել, որը փաստացի ուղղված է ներկայիս ընդդիմության դեմ եւ այդ ֆոնին շատ կարեւորվում է Փաշինյանի իշխանության պահպանումը։ Որքան հասկացա, կարճ տեսահոլովակից տվյալ ֆիլմի շրջանակում փորձել են հարցազրույցներ ունենալ նաև արտերկրում ապրող տարբեր փորձագետների հետ։ Ընդ որում, սա հենց նույն լրատվամիջոցն է, որը հսկայական ռեսուրսներ է ծախսում Ռուբեն Վարդանյանի դեմ սև PR իրականացնելու համար։ Նյութերը այստեղ տեղադրվում են անգլերեն, այսինքն նախատեսված են հենց դրսի լսարանի համար։ Այն, որ Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, ինձ համար վաղուց նորություն չէ, բայց շատ հետաքրքիր է տեսնել, որ Ալիևը փաստացի փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին սևացնելու համար։ Թեև երևի դա էլ է հասկանալի, չէ՞ որ Փաշինյանը պատրաստ է իրագործել Ալիևի ամենավտանգավոր ֆանտազիաներն անգամ ուղղված Հայաստանի Հանրապետության եւ հայկական ինքնության դեմ։ Անկախ նրանից, թե արտաքին դերակատարներ ինչպիսի աջակցություններ կամ ազդեցության փորձեր են իրականացնում, Հայաստանի ապագան որոշող հիմնական գործոնը մնում է ներքին հասարակական ընտրությունը, ընդգծում է Հայրապետյանը։ Նրա գնահատմամբ կարևոր է հասկանալ, որ երկրի ճակատագիրը չի կարող ձևավորվել արտաքին ուժերի հայտարարություններով կամ շահերով, այլ կախված է քաղաքացիների քաղաքական որոշումից։ Ինչ խոսք, ունիկալ է հետևել, թե ինչպես են որոշ Յան ազգանունով մարդիկ ակտիվ քարոզչություն անում ադրբեջանական փողերով ստեղծված ֆիլմում, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության ընդդիմության դեմ։ Բացի այդ, այն ունի մեկ հիմնական ուղերձ. Փաշինյանը պետք է մնա իշխանության, քանի որ դա պետք է Ադրբեջանին։ Նա հեղափոխում է հայ հանրության միտքը հօգուտ Ադրբեջանի։ Յան ազգանունով մարդիկ, որոնք ադրբեջանական լրատվականի ֆիլմում են նկարահանվում, ուղղված Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտելուն խոսում են Հայաստանի Հանրապետությունում ընտրություններում ռուսական միջամտության մասին։ Իշարս այլ երկրների միջամտությունների ռուսական միջամտություն իհարկե կա, բայց դրա մասին խոսելու լավագույն հարթակը, երբ ընտրվում է ադրբեջանական մեդիան լուրջ հարցեր է առաջացնում խոսող հայերի նպատակների ու ֆինանսավորման աղբյուրների մասին։ Այս քննարկումների ֆոնին ակտիվացել են նաև քաղաքական մեկնաբանությունները կապված Միացյալ Նահանգների ներգրավվածության հետ, մասնավորապես ուշադրության կենտրոնում է հայտնվել TRIP նախաձեռնությունը, նաև Վաշինգտոնի բարձր մակարդակի պաշտոնյաների հայտարարությունները Հայաստանի վերաբերյալ։ ԱՄՆ նախագահ Թրամփը իր սոցիալական ցանցի էջում գրառում է արել, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ի ընտրությունից առաջ ունի իր անվերապահ եւ լիարժեք աջակցությունը։ Դարձնենք Հայաստանը դարձյալ մեծ իր հայտնի, այսպես ասած, MAGA, դարձնենք Ամերիկան դարձյալ մեծ կարգախոսն է վերափոխել Թրամփը, գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Սա իհարկե Հայաստանի ներքին գործերին միջամտության հերթական օրինակն է, որի մասին անշուշտ իշխանական եւ արևմտամոլ պրոպագանդիստները կլռեն, որովհետեւ հայտարարողը ոչ թե Պուտինն է, այլ Թրամփը։ ԱՄՆ նախագահի գրառումը, սակայն մեղմ ասած հարաբերական է։ Նա գրառումն արել է Ռուբիոյի օդանավակայանային այցից հետո, կամ Երևանն է փոխանցել, որ շատ անհրաժեշտ է Թրամփի աջակցությունը, կամ Ռուբիոյի այցի ընթացքում Երևանը տվել է մի այնպիսի խոստում, որի դիմաց էլ Թրամփը արել է իր գրառումը, պարզապես հաշվի առնելով, որ MAGA-ն այսօր ակնհայտ ճգնաժամի մեջ է եւ քանդված է հենց ԱՄՆ-ում, Թրամփի վարչակազմում, ընդ որում Իրանի դեմ անհաջող պատերազմից հետո, ապա թերևս մեծ վերապահումով է պետք մոտենալ, եթե Թրամփը խոսում է Հայաստանը մեծ դարձնելու մասին։ Բադալյանը Թրամփի այս գրառումը որպես Հայաստանի իրական ինքնիշխանության ջատագովների համար քվեարկության լրացուցիչ մոտիվացիա է դիտարկում։ Առավել եւս, որ այս գրառման մոտիվներից մեկը Հայաստանի հանրության վրա հոգեբանական ներգործությունն է, որը հնչում է այս կերպ. դե եթե աջակցում է Թրամփը, ուրեմն Փաշինյանն անցած է։ Բադալյանի վերլուծությամբ մեծ հավանականությամբ հենց այս մոտիվով է նաև, որ պաշտոնական Երևանը ակնկալել է նահանգներից աջակցություն Թրամփի մակարդակով։ Այնուհանդերձ փորձագետը կոչ է անում հայ ընտրողին ամուր կամք դրսևորել եւ ցույց տալ, որ ինքն է Հայաստանի իշխանության հարցը որոշողը, այլ ոչ թե Թրամփը, Պուտինը, Մակրոնը կամ Բրիտանիայի միապետ Չարլզը։ Ֆրիդա Ղազարյան, Վահագն Մխիթարյան, TB News։